եւ մի տար մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից։ Տերունական աղոթքի այս բաժինը ընդգծում է մեր հանդեպ Աստծո առաջնորդությունը եւ պահպանությունը։ Երբ խնդրում ենք, որ նա մեզ հեռու պահի փորձությունից, մենք ընդունում ենք մեր տկար ու անկարող լինելը եւ նաեւ մեր կարիքը առաջնորդվելու նրա կողմից։ Այս աղոթքը արտահայտում է մեր խորը ցանկությունը խուսափելու այն իրավիճակներից, որոնք կարող են թուլացնել մեր հավատքը։ Այս խնդրանքը Աստծո կողմից կյանքի փորձությունների դեմ հաստատուն կանգնելու համար օգնության ճիչ է, աղերս, որ նա մեզ առաջնորդի մեղքից հեռու եւ արդարության ճանապարհով։ Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի Աստծուց եմ փորձվում, որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Յուրաքանչյուրը փորձվում է իր իսկ ցանկություններից հրապուրվելով ու խաբվելով։ Աստված երբեք որևիցե մեկին չի փորձում չար բաներով։ Աղոթքի երկրորդ մասը ազատիր մեզ չարից աղաղակ է փրկվելու չարի բոլոր հարձակումներից, չար մտադրություններից եւ մեղքի մահաբեր նետերից։ Տեր Հիսուս Քրիստոսն իր խաչելությամբ եւ հարությամբ արդեն ազատել է մեզ մեղքի եւ մահվան կորուստից։ Ես մշտապես կարիք ունեմ Աստծո ազատագրող շնորհի, մեղքին դիմագրավելու եւ հավատքի մեջ հաստատուն մնալու համար։ Այս աղոթքը խոնարհեցնում է ինձ, ցույց տալով, որ իմ պաշտպանությունը եւ սրբացումը ամբողջովին կախված է Աստծո առաջնորդությունից։ Հայր, պահիր ինձ փորձությունների մեջ եւ ազատիր ինձ չարից, որպեսզի չշեղվեմ իմ ճանապարհից։ Ամեն։